Եվ եթե այսօր ավտոբուսների մեջ կամ չգիտեմ տարբեր տեղերում իր նկարն է փակցված, ժողովուրդը միցակ սրբի նման է իրեն պաշտում։ Եթե այսօրվա կաթողիկոսի մասին խոսենք, ամեն մի կաթողիկոս իր ժամանակաշրջանը ունի, իր դժվարությունները ունի, չփորձենք իրեն դատապարտել կամ որևէ ձևով ասենք իր մենք լինենք դատավոր, թող պատմությունը լինի դատավոր։ Պետք է ասել, որ օրինակ հիշենք հարգելի ազգակիցներ, երբ որ Վազգեն վեհափարի ժամանակներն էին եւ մենք Հայաստանում էինք ապրում, որևէ մեկը չէր հատկապես անդրադառնում վեհափարի մեծությանը։ Համարյա մարդիկ այն չէին նույնիսկ իմանում, թե վեհափար գոյություն ունի։ Սակայն ինչ եղավ, տարիներ անցան եւ բոլորն էլ մեր հայազգի ներկայացուցիչները, ինչպես եւ հարգելի տիկինը, իմացանք, որ այո, ինչ մեծ իրավունքի տեր էր վեհափար Հայրապետը եւ ինչպիսի մեծ դեր խաղաց այն ժամանակ։ Հետագայում մենք ավելի կարողացանք իմանալ։ Հետևաբար պետք չէ շտապել դատելու մարդկանց, որովհետեւ մեծ բեռ կա իրենց ուսերին եւ մենք որպես պարզ հասարակ ժողովուրդ խորքը չենք կարող թափանցել եւ չենք կարող քննել, թե ինչու այսինչ պարագային այսինչ քայլը վերցրեց վեհափար Հայրապետը։ Այսինքն բնական է, որ իբրև ամենայն հայոց կաթողիկոս կամ իբրև հոգևորական, ես ինձ վերցեմ, ես էլ քահանա եմ, տարբերություն չկա, վեհափարը քահանայապետը, ես էլ քահանա եմ, ես ամուսնացյալ քահանա եմ, ինքը ոչ ամուսնացյալ մեր քահանայապետն է։ Ուրեմն երբ որ մենք ժողովուրդ ենք ասում, մենք հատվածական ժողովուրդ չենք հասկանում, այսինքն այս հատված, մյուս հատված, բոլորն էլ մեզ համար ժողովուրդ են, եւ եթե ես ձեռքս պիտի դնեմ 5-6 հոգի տարբեր կուսակցությունների կամ ասենք տարբեր հարանվանությունների մարդիկ կան, ես չեմ կարող զադել։ Ես բոլորի վրա եմ դնում իմ ձեռքս, այսինքն թողնենք պատմության։ Պետք է ասել, որ թող որ ժամանակ անցնի եւ վերջը հարգելի հերոստատիտողներ, ազգակիցներ, մի եկեք չաճապարենք դատելու։ Վերջը կզգանք թերևս միգուցե եւ հայտնվի, որ իսկապես ներկայիս վեհափար Հայրապետը ճիշտ քայլեր է վերցնում։ Հետևաբար եկեք չաճապարենք դատապարտել։ Մեկ զանգել վերցնենք եւ գնանք մյուսին։ Համեցեք, դուք եթերում եք։ Ալո, բարև ձեզ։ Համեցեք։ Բարև ձեզ։ Այո։ Ձեր հաղորդումը նայում եմ։ Երեսական եզրակացության, որ դուք այսօր հիմա դրել եք ու այդ կաթողիկոսին պաշտպանում եք։ Բայց յուրը կաթողիկոսը, որը ինքը ժողովրդի տանջանքը չի տեսնելու, կամ այդ Սուրբ Աստվածածինը դրելա Աստվածաշունչը դրելա, որ այդ սրիկա պրեզիդենտը ձեռը տնի վրեն, դուք ճիշտ է պաշտպանում եք իրան, որտեղ ձեր գործն է, դուք դեռ նստած եք, դուք ժամեք վերցեք, որ պաշտպանեք, բայց իմ կարծիքով, այդ իմ կարծիքն է, դուք շատ սխալ հարցին պատասխանեցիք այդ կնոջ հարցը, որ կինը որտեղ է, դուք ճիշտ ասեք, եթե դուք իրոք եկեղեցական մարդ եք, եթե դուք իրոք հայ ազգին որպես քրիստոնյա եք ներկայանում, ուրեմն դուք չպիտի ծածկեք իր վատ բաները։ Այդ մարդը այնով այդ որ նստել է հայոց կաթողիկոս է, միակ լավ բան չի արել հայ ազգի համար։ Թեկուզ Քոչարյանի ժամանակով, թեկուզ հիմա Սերժի ժամանակով, ինչը նստել է, իր եղբայրը նստել է Մոսկվայում, որի ժողովրդի փողեր են ուտում։ Ինչ իրանք չեն կարող ժողովրդի այդքան նեղության մեջ, որ ժողովուրդը կա օգնություն ցույց տան։ Շատ լավ, Պարզ է, հասկացանք։ Հարգելի բարեկամ, զգում եմ վրդովված ես, սակայն նայեք, ես ինքս անձամբ հոգևորական չեմ եւ չեմ ուզում որ նկատի առնեք թե որովհետեւ հոգևորական ենք վեհափարին ենք պաշտպանում։ Ես ինքս անձամբ աշխարհական մեկն եմ, այո հոգևոր կրթություն ունեմ եւ սարգավակ եմ, սակայն ես եկել եմ այստեղ ցույց տալու որ ամեն մի իշխանության գլուխ կանգնած մարդ որոշ արժանինքներ ունի եւ եկեք համբերենք եւ տեսնենք թե այդ արժանինքները որոնք են եւ երբ ասացիք որ ոչ մի բան չի արել ես համաձայն չեմ ձեզ հետ ներկայիս վեհափար Հայրապետը իսկապես շենացնում է ներկայիս Սուրբ Էջմիածինը եթե կհիշեք զինվորանոց կար այնտեղ Էջմիածնին մերձակա ամբողջ զինվորանոցը ներկայիս կաթողիկոսը կարողացավ վերցնել եւ շենացնել եւ եկեղեցին պայծառացնել հետագայում ցույց կտրվի թե ինչ գործեր է անում ներկայիս վեհափար Հայրապետը եւ նորից եկեք չաճապարենք դատապարտել։ Շատ լավ, գնանք մենք ընդմիջման այս մյուս տեսաժապավենը, որ ասացի Վազգեն վեհափարի Convention Center-ում Նահանգապետ Ջորջ Դոգմեջյանի հետ եւ 3000 հրավերների ներկայության այդ ճաշկերութին ինչպեսի վերաբերմունք են ցույց տրված վեհափար Հայրապետի նկատմամբ։ Ուրեմն հաջորդ տեսաժապավենը։
եւ կգանք հրաձայներին կպատասխանենք։ Շաբաթ նոյեմբեր 7-ին տեղի ունեցավ հարգանքի ճաշկերույթ, ուր ներկա էր հայ եւ օդար եկեղեցիներու հովվապետներ, քաղաքական ներկայացուցիչներ եւ կառավարիչ Ջորջ Դուկմեջյանը։ Ներկային նաեւ մոտ 3000 ստեղանակիցներ։ Հայդակրի ընթացքին ամենայն հայոց հայրաբեդը եւ կառավարիչ Ջորջ Դուկմեջյանը նվերներ փոխանագեցին իրարու։ On Saturday, November 7th, a banquet was organized in His Holiness's honor at the Los Angeles Convention Center. Near 3,000 people attended the banquet. Special guests of the evening were Armenian and non-Armenian church leaders, local politicians, and our own Governor George Deukmejian. During the evening's program, His Holiness Vasken I and Governor Deukmejian exchanged very warm words and gifts. And now it's my pleasure as I return to my seat to present to His Holiness a small gift on behalf of the people of the state of California that he may take back with him to the Holy See in Etchmiadzin as a remembrance of his visit to our great state. Thank you very much. Այս արիքով խնդրեմ
ընդունեք այդ փոքրիկ հիշատակը հայկական ոճով սապորմը Հայաստանի մեջ պատրաստված, որի մեկ երեսին կա Էջմիածին, մյուս երեսին վրա կա Արարատն է հավիտենական, Ետրոնը, խաչի նշանը մեր հավատքի իգրվակայը։ It contains the crucible Yeshmiadzin of Mount Ararat and the cross. Հիշեցնենք ձեզ սիրելի ժողովուրդ, որ այս հաղորդումը նվիրված է Երջանկայաշարակ Տեր Վազգեն առաջին ամենայն հայոց կաթողիկոսի ծննդյան 100-ամյակին եւ այդ արդիվ հուշ երեկո տեղի ունենա նախագահության բարեմտյան թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան arczepiskopos Տերտերյանի եւ նախաձեռնությամբ Գևորգյան Ջեմանի Սանուց միության չորեքշաբթի սեպտեմբերի 17-ին երեկոյան ժամը 7:30-ին Բրբանքի առաջնորդանի Գալաջյան սրահում։ Ես սկզբից որ կարդացի վեհապարի կենսագրությունը, այստեղ մի նախադասություն կարդացի, որ ուզում եմ ձեր ուշադրության հանձնել, որտեղ վեհապարը իր խոսքն է, սա Աստված փնտրելու ճանապարհին ես կդա Սուրբ Էջմիածինը եւ իմ հայրենիքը եւ խոնարհվեցի ճակատագրի առջև։ Թե ինչպեսի վերաբերմունք ուներ վեհապարը Սուրբ Էջմիածնի նկատմամբ եւ այդ մասին ինչեր է խոսել, մի փոքրիկ բարբերություն եմ ուզում ձեզ կարդալ, թե ինչպեսի մեծ հուզմունքով էր ինքը նստած Սուրբ Գրիգոր Լուսավորչի աթոռին եւ ինչպես էր արժեվորում Սուրբ Էջմիածին ամենուր։ Սուրբ Էջմիածին այն մայր հնոցը եղավ, որ դարբնվեցին անջար ձևեր հայոց հանճարի եւ այն գանձարանը, որ մեկտեղվեցին այդ հանճարի լույս գոհարները։ Սուրբ Էջմիածինը մեր Սինա լեռն է, մեր Ակրոպոլը, մեր Սուրբ Պետրոսը։ Էջմիածինը սակայն անցյալ չէ միայն, նա նաեւ ներկա է եւ մեր ապագան, կենթանի է ու մշտանորոգ։ Սուրբ Էջմիածինը միշտ բաշխվում է ու չի նվազում, ինչքան բաշխվում է, այնքան շատանում է, ինչքան լույսը սփռում, այնքան շողում է։ Դարերը կգան, դարերը կանցնեն, նա կբարձրանա կլուսավորի եւ կներշնչի միշտ կյանք տալով կաբրի։ Ծովեր, օվկիանոսներ կամ օտար ձեռքեր կարող են մեզ բաժանել, բայց Էջմիածինը միշտ մեզ մոտ է եւ ինչքան հեռու, այնքան մերն է նա, այնքան կդառնա խորուրդ եւ հրաշք, երազ եւ իսկություն, հույս եւ ստուգություն։ Հա, ինչպեսի վերաբերմունք ուներ Վազգեն վեհապարը Սուրբ Էջմիածնի այդ խորհրդի նկատմամբ եւ ինքը կյանքով ցույց տվեց, որ ինքը արժանի էր, որովհետեւ ինչպես ասում են, հավատք առանց գործի մեռած է, սեր առանց գործի մեռած է։ Ինքը սիրում էր, հավատում էր, բայց գործով ցույց տվեց իր սերը եւ հավատքը։ Տեր հայր, մի փոքրիկ հատված կարդամ, թե վեհապար հայրապետը ինչպես է նկարագրում մեր եկեղեցու դերը։ Համայն հայությունը մի հավաքող, մեկ կամարի տակ համախմբող կազմակերպությունը մեր Սուրբ եկեղեցին է, Աստուծո մեծագույն պարգևը հայ ժողովրդին ոչ միայն հոգևոր, այլ նաև ազգային տեսակետով։ Գուցե երբեմն մենք անգիտանում ենք, հարկ եղած կարևորությամբ չենք գնահատում մեր եկեղեցու այս գերագույն դերը, գոյության իմաստը, բայց մեր ամբողջ պատմությունը վկայում է այդ մասին։ Շատ դիպուկ կերպով Սուրբ Էջմիածնի նկատմամբ ինքը որ գնաց աշխարհի որ մասն որ գնաց քիչ առաջ որ մենք տեսաջապավենները նայում էինք, տեսնում եք թե այստեղ ինչպեսի հրաշալի վերաբերմունք ցույց տվեցին իր նկատմամբ եւ Սուրբ Էջմիածինը բարձրացավ իր շնորհիվ։ Զանգ ունենք վերցու եթե կուզեն։ Համեցեք, դուք եթերում եք, խնդրեմ։ Բարեգուն դեր, ինչպես եք։ Բարեգուն, շնորհակալություն, դուք ոչ մենակ։ Ցավոք սրտի մեր ժողովուրդը 70 տարի կոմունիստներուն հրամանին դագը ապրեցան եւ կոմունիստությունը ինչպես որ գիտեք ոչ աստծո գճաշնա եւ ոչ մեկ լոմքի հավատ չունի ուրեմն ներողամիտ կգտնվի մեր հայրենակիցները եթե ավելորդ պակաս խոսեցան մեր կաթողիկոսներուն մասին ազատ են ոչ մեկ